Տղամարդկանց տարազում առկա է երկու հիմնական, այսպես ասած, հատված՝ վերնահագուստը եւ տաբատ տարբերակը եւ ընդհանուր գոտեկապը, որը այս դեպքում քյամար գոտի է օգտագործված։ Եթե ընդհանուր տարազային համակարգի տեսանկյունից ներկայացնենք, ապա տղամարդու վերնազգեստը համահավաք բնույթ է կրում եւ որոշակիորեն ոճավորված է։ Սակայն թևքային բացվածքը անութից մինչեւ արմունկ կրում է եւ կրկնօրինակում է կարինի բնօրինակ տղամարդու ազգագրական տեղային տարազը, որը ուներ կրկնակի նման բացվածքներ։ Եզրային ամբողջ հատվածները եւ ուրեմն օձիքի հատվածը եւ ամբողջական հագուստի եզրագիծը կրկին բուսանախշային ասեղնագործությամբ են եւ ոսկեթելի արկայությունն ենք մենք այստեղ տեսնում, որը կրկին տարբերվում է եւ օգտագործում է հիմնականում կարինի, այսինքն բարձր հայքի տարազախմբում։ Տղամարդկանց դեպքում կիրառված է նաեւ կրծքային հատվածում երկու բուսանախշեր, որոնք որ պտղաբերության խորհուրդն են կրկին իրենցից ներկայացնում, աջ եւ ձախ մասում կրծքից միջև թևատակ ուրեմն կիրառված են վահանակիր հատուկ դետալներ, որոնք լրացուցիչ դետալներ են, իհարկե որևիցե տարազային համալիրում գրեթե չեն հանդիպում եւ նման դետալ չենք տեսնում, սակայն քանի որ գրագետ է ոճավորված հագուստը, ապա այն էսթետիկ տեսք է ուրեմն հաղորդում ամբողջական համալիր հագուստին։ Տղամարդկանց պարագայում կիրառված է նաեւ գոտին, քյամար, քանի որ տղամարդու տղամարդկության հատկանիշը եւ այսպես ասած սեռահասունության ցուցիչը դա գոտեկապն էր կամ քյամար գոտին, որը մենք տեսնում ենք առկա ամբողջական տարազային համալիրում։ Նույն ձևով ասեղնագործ ոսկեթելով կատարված է բուսանախշային ասեղնագործություն տաբատի աջ եւ ձախ եզրային հատվածներում եւս։ Ձեռքին առկա է թաշկինակ, քանի որ ինչպես բոլորիս հայտնի է, պարբաշին կամ տղամարդիկ էին հիմնականում լինում, ովքեր սկիզբը կամ պարաքայլը եւ պարիսկիզբը ազդարարում էին թաշկինակի օգնությամբ։